Ողջույն, իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ինչպես տեսնում եք Շուշանի պահածո եմ ներկայացնելու, ճիշտ է քանակով քիչ է, բայց միգուցե մինչև Շուշանի ավարտը, քանի դեռ այն դալար է, ես անընդհատ պահածոացնելու եմ, որը խանութից եմ բերելու, որը որտեղ պատահի հանկարծ տեսնեմ դուրս գա զոխերը, առնելու եմ, բերեմ պահածոացնեմ, բայց միշտ նույն տարբերակով եմ պահածոացնում։ Մեր մոտ, օրինակ Կոտայքի մարզում, մի ուրիշ ձև է Շուշանը ծիլն ունենում, թե կամ արտի մեջինը ուրիշ տեսակ է լինում, ձան մեջինը ուրիշ տեսակ է լինում, ավելի փոքր չափերով գնել ենք, տապակել ենք ուտելու համար, բայց այսպես զոխերով պահածոացնելու դեռ ինձ Կոտայքի մեր մարզից չի պատահել։ Հիմա սա ամուսինս ասեց ապարանինն է, այնտեղինն էլ մի ուրիշ համ ունի, մի խոսքով լավ թողել եմ ջրի մեջ, այնքան մինչև այն տերևների անգամ խորքը, որ եթե ցեխի կտորներ լինի, փոշու կտոր լինի, լավ փափկի և տրորելով լվանամ, հետո եռման ջուր եմ պատրաստում առանց աղի, այսպես Շուշանը թաթախում եմ մեջը, պտտեցնում եմ, մի քիչ թուլանա, չեմ եռացնում ու հանում եմ, այսպես փափկած բավական է, որ իրենք փափուկ լինեն և բանկայի մեջ պտտվեն ու եռացնելուց էլ շատ չեմ եռացնելու, որպեսզի ուտելուց խրթխրթան լինի, ուրեմն եփելուց հետո հանում եմ լցնում սառը ջրի մեջ, որպեսզի ավել չեփի և այդտեղ սառը ջրի մեջ էլ անընդհատ թափահարելով լվանում եմ ու հանում եմ, թողնում եմ ցամաքում է, դասավորում եմ բանկաների մեջ, դե մինչև աշխատանքից եկա հարսիկս արդեն դասավորել էր, ինձ թվում է կարևոր պահել չի, թե ինչպես են դասավորում, այդ պահը նկարած չունեմ, հիմա ամենակարևորը իր համեմունքն է, աղը, էսենցիան, պարտադիր 1 լիտրանոց բանկային լցնում եմ 1 ճաշի գդալ աղ և 1 ճաշի գդալ էսենցիա, ճաշի գդալից քիչ չեմ լցնում, որտև մեր համար թույլ է ստացվում, թե համը աղի, թե էսենցիայի համը ու պարտադիր մինչև եռացնելն եմ էսենցիան լցնում, որպեսզի էսենցիան չթողնի եռալու ընթացքում շուշանները էլ ավելի եփվեն, հիմա կաթսայով էլի եռման ջուր եմ լցնելու, այստեղ կրկին եռման ջուրն եմ լցնում, ընթացքը մի քիչ արագացնելու համար, ընդամենը եռացնելու եմ մի 7 րոպե ու հանեմ պահածոացնեմ, ի դեպ պետք է ասեմ, որ բանկաների մեջ շատ խիտ չշարեք, այնպես որ սեղմեք, ինքը մի թեթև սեղմվելու տեղ պետք է ունենա, որպեսզի այդ պահածոյի ջուրը շատ լինի, հյութեղ ստացվի, որ ավելի համեղ լինի, այսքանը սիրելիներս վստահեք, այսքան շատ երկար տարիներ պահածոացրել եմ, դեռ մեկս չի թունավորվել և պետք է ասեմ, եթե կափարիչները ամուր փակեք և շուշանը լավ լվանաք, երբեք ոչ մեկ չի թունավորվի, տան պահածոն մի այլ համ ունի, ճիշտ է խանութներում վաճառվում են, բայց միևնույն է խանութի գնածից երբեք չես կշտանում, սիրտդ չի հագենում այսպես ասած, դրա համար տանը պարտադիր պետք է, փորձեք, կհանդիպենք հաջորդ նոր տեսանյութում։